Աստվածորքի ձեր ժողովրդյաններին Փիլիպպեցիներին Պողոս առաքյալը գրում է առաջի գլխի 27 համարը ասում է միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես կվայել է այնպես վարվեցեք որպես եթե գամ ու ձեզ տեսնեմ եւ կամ հեռու լամ ձեր վրայով լսեմ թե դուք հաստատուն կկենաք մեկ հոգով եւ մեկ շնչով պատերազմակից կլակ ավետարանին հավատքի համար առաքյալը ուրիշ տեղել հռոմեացիներին ասում է կաղաչեմ ձեզ եղբայրներ այդ նաեւ քույրիկներին ա վերաբերվում որ ձեր մարմինները կենթանի զոհ մատուցեք Տիրոջը կենթանի սուրբ զոհ ձեր խելամիտ ծառայության համար ի վերջո այս ավետարանին վայելու ինչպես Քրիստոսի ավետարանին կվայել է մարդիկ որոնք հանձն են առել Աստված պաշտությունը կան ուղակի հավատացյալներ որոնք հավատում են Հիսուսին իսկ կան մարդիկ որոնք Աստված պաշտությունը հանձն են առել այս ուրիշ մարդիկ են դրանց մեջ տարբերություն կա նրանք ովքեր Աստված պաշտությունը հանձն են առել մանավանդ քույրիկների մասին ա գրում նրանք ձեռի հետ չեն հավատում Տիրոջը կամ հավատացյալ մենակ Կիրակի օրը չեն նրանք մի հատ գիտություն ունեն որ անդադար Աստծո հսկողության տակ են Աստված նայում է Աստված տեսնում է Տերը քննում է իրանց եւ որպեսի մարդ վարվի ոնց որ ավետարանին վայելա ինք իր սեփական շահերից պետք է հրաժարվի որտեւ այդ պահին պետք է լինի ավետարանին մի հատ վկայություն տալ որը կարա ի վնաս քեզ լինի քո հին մարդուն քո գրպանին քո հասկացողությանը բայց դու պետք է տենց վարվես դու պետք է վարվես տենց ոնց որ Տերը պահանջում է քեզանից կամ Քրիստոսի հոգին այդ պահին կստիպի քեզ ասում է Քրիստոսի հոգին մեզի ստիպում է ռուսերենում տենց դիպուկ չի գրած տենց խորը չի գրած Քրիստոսի հոգու մասին ասում է Լյուբով Քրիստովը объемлет нас կշրջապատի մեզ բայց այդտեղ Աստված պաշտությունը հանձնարարած մարդիկ իրանք ամեն հատված ամեն խաչմերուկին ամեն մի հատ sense լուրջ բան առաջ իրանք մղում կունենան ճիշտ վարվելու իրանք երկնքից բանաձև կտրվի ոնց պետք է վարվես իսկ կվարվես թե չէ դա արդեն ընտրությունը քոնն է բայց դու ուզում ես Քրիստոսի ավետարանին վարվես ավետարանին վարվելը ո՞րն է ասում ով որ ստիպում է քեզ գնաս մի մղոն գնա երկու դու հավես չունես କି մի մղոն գնաս ինչի երկու գնաս աղբեր կա սահմանին տամոժնիկի հետ բանավեճ անենում հավատքի վերաբերյալ ու նենց ա լինում այս տամոժնիկիս մենը պրծնում է այս աղբոր խոսնել կիսատ է մնում այս աղբերը հարցնում է ասում է երբ ես սմենի ասում է 2 օրից ասում է լավ 2 օր ինքը մնում է սահմանում ճամփայա գնացե պայմանավորվածություններ ունես մարդը սպասում են իրան բայց ճամփին ինչ որ մեկին ավետարանը կիսատ է հասցրել այդ մարդը թե հյուրանոցա վարսում թե ինչ մնում այդ աղբերը 2 օր թե կարծեմ ավտոյի մեջ է քնում էլ չեմ հիշում ինչ հա կամ ավտոյի մեջ է քնում նաջակցություն կամ եթե հնարավորություն ունի հյուրանոցա վարսում հենց այդ տամոժնիկի հերթը գալիս է նորից իրանց բանավեճը շարունակում է քարոզելու կարիք չկա վարքագիծը քարոզը հա իմ աղբեր ու այդ մարդուն ուղերձ պիտի հասցնես այդ մարդը պատրաստ է մնա այդտեղ քնի 2 օր անցկացնի, բայց այդ անձնավորությունը կարող է դից կորած գարդա։ Հա, մեծ բաներ չեմ ասում։ հետագայում ինչ կարա դառնա, ասում նա մեզի չփրկեց
այն բարի գործերի համար, որը մենք հետո կանենք։ Աստված մեզի փրկելուց հաշվարկ չի ունեցել։ Մենք որ ինչ-որ մի բան անում ենք, մեզի հատուկ է, չէ՞, մենք հաշվարկենք։ Դաժե Հակոբոսը հատուկ գրում է, ասում է, եթե պաշտամունքի մեկը գա, մատանիով, մատանին էլ շեշտում է, ընդ կարա ցեպ լինի, թանգարժեք, թանկանոց, վրաս ասես արի վերի գլուխը նստի, ու մեկը մի հատ աղքատի գա, ասես դու գնա այն բանը, ասենք նրա ոտերի մոտ նստի։ Եթե մարդու բնությանը հատուկ է մինչև այսօր։ Ավետարանի մեջ, ավետարանը, եթե ավետարանին վայել պետք է վարվես, այս որակները ունեցողը չի կարող տենց վարվի։ Նրանք նպատակամղված, նրանց դեմից գնում Աստծո խոսքը, կենդանի եւ զորեղ։ Մնում է այս աղբերը, բազմից այստեղ լիք օրինակներ կա։ Մարդիկ ոնց են վարվել մի հոգուն շահելու համար։ Մեր Տերը չմոռանանք 99-ին թողում է, գնում է մեկի հետևից։ 99-ը արդարներին թողում է ու գնում է մեկի հետևից։ Եթե մենք Քրիստոսի հոգին ունենք, մենք նույն բանը կանենք։ Ու այս տամոժնիկի սմենը գալիս է, զրույցը շարունակվում է, խորանում է, Աստված կպնում է այս տամոժնիկի սրտին։ Էսի հասեյա վերցնում, այս աղբերը գիրքանը վեր տալի, կարան ընդոք չկպներ։ Բայց անենսալինը որ կպտում է սրտին, այս մարդը դարձի է գալի, ընդամենը 2 օր զաջեշ կեղավ։ Այս մարդիկ ոնց որ հոգևոր սպեցնազը լինեն, էլի, հատուկ նշանակության ջոկատ։ Նրանք անենց տեղեր կեթան, անենց բաներ, փամփուշների տակ, եթե պետք կրն ավետարան կքարոզեն։ Մուձին հիշում է մի օր, որ այսօր խոսք չի վկայել ոչ մեկի։ Հելնում փողոց մի հատ ծառի տակ մարդ է տենում։ Գնում այդ մարդուն ասում է, չես ուզում Հիսուսին ընդունես։ Իսկ նայում է սրան, ասում է, գնա քո գործով զբաղվի։ Յանի ինչ ես, փորձանք ես, ինչ ես, սենց։ Մուձին էլ ասում է, չես պատկերացին, բայց դու էլ կաս իմ գործը։ Չգիտի, որ ավետարանը չէ, իր գործը մարդկանց բռնելն է։ Քրիստոսի ուրկանի մեջ արքայության ավետարանով մարդուն բռնելն է։ Հատա չես պատկերած, բայց դու էլ կաս իմ գործը։ Վերջը Մուձին չի հասկանում, պշտում է, Մուձին գնում է տուն։ Կիրակի օրը տերում է այդ մարդը եկել է պաշտամունքի, մոտենում է Մուձին, ասում է դու ճիշտ ես, ես ոնց որ Հիսուսի կարիք ունեմ, ուզում եմ ընդունեմ Տիրոջը, խնդրեմ։ Ինչ ա եղել, ինչ չի եղել, բայց ամոթը պետք է արհամարենք, որ ամոթը անենց բան է, ինքը լուբոյ հասակում կարա գա։ Գիտեք եթե որտեղից գիտեմ լուբոյ հասակում կարա գա։ Չկա տենց հոգևոր հասակ, որտեղ աճես, այդ ամոթը չգա։ Ինքը հարված է, կրակում է, կպավ։ Պողոսը Տիմոթեոսին գրում է, Տիմոթեոսը եպիսկոպոս է ձեռնադրում։ Ինչ ասում Հարության։ Չամանչես ոչ Տիրոջից, ոչ Տիրոջ խոսքից ավետարանից, ոչ էլ ինձանից։ Ընդհանուր աղբերը կարա բանտարկյալ լինի, բանտում լինի։ Առաքյալը եպիսկոպոսին գրում է, Հիսուսի ավետարանից չամանչես։ Եպիսկոպոսին։ Նորը հավատ հոգի չի, երեք չի մկրտվել, այսօր չի ապաշխարել։ Հլա տեսեք, ինչ է գրում։ Հա։ Հիսուսն էլ ամոթը ոնց որ քույրիկը հիշում է, ամոթը արհամարեց ու արդյունքում տեսեք հլա նստեց Աստծո աջ կողմը, հաղթեց։ Ես ինչքան փորձել եմ խոսք վկայեմ, միշտ մի հատ ուդար գալիս է, մի հարված գալիս է։
Կարամ ատելություն զգամ, կարամ նախանձություն զգամ, կարամ ամոթ զգամ, կարամ անառակություն բռնեմ, միշտ մի հարված գալիս է։ Դրանից ոչ մեկ վախ կարա գա, կարա վախ գա։ Ասում են նրանք, ովքեր մահվան վախից ծառայություն են անում, այսինքն ստրկացած են։ Մահից մեզ ոչ մեկ չի ազատելու, բայց մահվան վախից, վախը գիտեք չէ՞ ինչա։ Երկու հոգու հագցնում են նույն ֆորմեն, նույն զենքն են տալի, նույն բայկոմպլեկտը ուղարկում են պատերազմ։ Մեկը դավաճանը հետ գալի, մյուսը հերոս։ Հարցը ոչ ֆորմի մեջ էր, ոչ զենքի մեջ էր, ոչ բայկոմպլեկտի մեջ էր, ոչ էլ հրամանատարի։ Հարցը մի բան իմ ներսն էր։ Իմ ներսը վախ կար։ Եթե ես վախի հարցերը չեմ լուծում, ամոթի հարցերը չեմ լուծում ժողովուրդ, կգա օր ինքը կարա ճակատագրական լինի։ Էլ չեմ ասում առօրյա այս մեր առօրյա ընթացքների մեջ մենք կարանք ըստ ավետարանի վայել չվարվենք։ Մի հատ աղբեր վկայումա, ասում է եկել եմ հյուրանոց, մի կերպ ուշ ժամի հոգնած, փոշոտ, քրտնած, կեղտոտ, սոված, մտել եմ համար, որ լողանամ, պարզում է տաք ջուր չկա, համար ինչ-որ հավաքած չի, զակազե տվե չեն բանար է պատրաստ է, հետո պարզվեց, որ իրա համարը ուրիշին են տվե, իրան մի հատ ըստ իրա գումարի չեն տվե, ոնց որ թանկ համար տա, իրան էժան են տվե։ Այս աղբերը վերջը գոռում, գոչում, բարկանում, ափերից հելնում, հուներից հելնում, ընդ գրոմի մոլնի ռուսերեն ասած, այս ռեսեպշնում էլ այս աղջիկը սիրով սաղ լսում, կներեք, հեսա սաղ կանենք, բան, վերջը ինչքան կարում աջակցում է, դե ինքը չի արել, էդի բան չիրանի չի կախված։ Վերջը մի կերպ շատ դժգոտից հելնում է, գնում է քոլեջում դասավանդելու։ Գալիս է քոլեջում, որ դասավանդի, տենում է ուսանողների մեջ, նստած է այդ աղջիկը ռեսեպշնի։ Հիմա պետք է դասավանդի։ Ինչ ասելու։ Ըստ ավետարանի վայել չի վարվել։ Պետք է ասի, որ աչին խփում են ձախը դեմ տուր, բայց ընդ տակ ջուր չկար, 4-5 հոգու արդեն ձերբակալել էր երևի։ Հետո հովիվին ա տենում, այդ բանը, հովիվն էլ այդ աղջիկը հետ ա զրուցում, այս աղբերը կես մարդ ա դառնում, սաղ ինչ կա, չկա, հիլավ ջրեր ես, պահած ինչ կար, հետո հովիվի հետ զրուցելու, շատ զգուշ այդ քույրիկին, ոնց որ քույրիկի կողքով շոշափելով, ասի, դա ընտիր անձնավորություն ա, հովիվն ասում, դե չճանաչեմ այդ աղբեր այդ քույրիկին, ասում ա ընտիր անձնավորություն ա, քոլեջում ամենալավ սովորողն ա, տիրոջը շատ սիրող, ասում ա իսկ իմ մասին բան չասեց, ասում ա ասեց, ասում ա ինչ ասեց, ասեց ինչքան ա ձեզի սիրում, ձեր քարոզները, ոնց ա լսում, ձայնագրում, ինչքան բան ասում ա ով վերջ, ասում ա ով վերջ։ Երորդ էսի մակարդակա, թե չէ։ Հովիվին ոչ մի բան չի ասել, որ այս աղբերը ոնց ա ներվայնացել հուներից էլ է։ Ծածկել ա, չի ասել։ Հետաքրքիր ա, աղբերը ըստ ավետարանի չի կարացե վարվի, համբերությունը հերիք չի արե, բայց քույրիկը ըստ ավետարանի վարվել ա, թե չէ։ Ինքն էլ կարար ըստ ավետարանի չվարվեր։ Կարար չվարվեր։ Ինչ կարար աներ։ Աստվածաշնչից օրինակ բերեք մեկ։ Քամի պես
հոր մերկությունը, հելներ, աղբերների պատմեր։ Արդյունքում անիծվեց Քանանը, նենչի կամը եսի մինչ լավ օրիեր, Քանանը անիծվեց տղեն, Քանանը ունեցավ լիք երեխեք, Հեբուսացի անունը, Գերգեսացի բան, դրանք հետո այդ ազգերն էին, այդ Քանանի երկիրն էր, հետո Աստված այդ ազգերի ձեռից վերցրեց, այսինքն Քամի երեխու ձեռից վերցրեց, տվեց Իսրայելին։ Հետաքրքիր է, եղբայրը տեղում չէր, բայց քույրիկը եղավ տեղում։ Աղբոր ծառայությունը չքանդեց։ Քանայի վրա ձեռ չբարձրացրեց, ոտնձգություն չարեց։ Կարծում եմ այդ աղբերը այդտեղ այդ քույրիկից բան սովորեց։ Եթե ինքը այդ որակները չուներ, ինքը հետի ձեռք բերեց։ Գիտեք, Աստված մեզ հնարավորություն է տալի։ Մենք կարանք մի հատ աղբոր հետ քույրիկի հետ շփվենք, մի հատ այնց երկնային որակ բռնենք ու ներսով տենանք, որ մենք էդի չունենք։ Կարանք էդի վերցնենք, ասեմ Տեր, հաջորդ անգամ ուշ տուր, ես էլ ես իրավիճակում եմ, ես էլ ես աղբոր պես վարվեմ, էլի, ես էլ ես քույրիկի պես վարվեմ, ես այդ որակները չունեմ, Տեր։ Իր այդ համեմատած ես անշնորհ մարդ եմ։ Կարամ խնդրեմ։ Եթե չխնդրեմ, ժողովուրդ, կարամ տրամադրվեմ։ Կարամ այդ աղբոր բարի արարքից սկսեմ չարանալ կամ քրոջ։ Էդի արդեն ասում է իմ սիրտը ինչ վիճակում է։ Ու հարցա Փիլիպեցիս այս process-ը իմ սրտի մեջ կա, թե չկա։ Ասում է այս մասին վստահ լալով, թե անոր ձեր մեջ բարի գործը սկսավ, մինչև Հիսուս Քրիստոսի գալը պիտի կատարե, այն որ ձեր մեջ բարի գործ սկսեց։ Այդ բարի գործը կարծես մագնիս է, միացրած, ինչ բարի արարք տեսա ես, ինչ որակ տեսա, երկնային, ինքը ձգելի է, քաշելի է։ Աստված մեր մեջ բարի գործ է սկսել։ Ով այսօր նկատում, որ Տեր իր մեջ բարի գործ է սկսել։ Ապաշխարությունից հետո, եթե ես նվիրվում եմ Տիրոջը, չեմ ուզում պրոստը ապրեմ ոնց ուզում եմ, ձեր հետ Հիսուսին հավատամ։ Իմ սաղ կյանքը կառուցվում է Հիսուսի շուրջ, Աստծո խոսքի շուրջ։ Աստված այդ մարդկանց սրտի մեջ բարի գործ է սկսում։ Այդ բարի գործը հետո կտանի քեզ բարի պատերազմի։ Ոչ մի պատերազմ բարի չի, գիտեք, չէ՞։ Պատերազմից հետո լիքը դժբախտություններ, զոհեր, մահ, դժբախտություն, ընտանիքներ, որբեր, ինվալիդներ եւ այլն։ Բայց Աստվածաշունչը ասում է, որ կա բարի պատերազմ։ Հա։ Ուտեղ այդ պատերազմում պարտվում է մեղքը, հաղթում է արդարությունը, դրա համար է բարի։ Ընդհանուր դու կարաս զոհ տաս։ Դու զոհ ելնես, դու պետք է պատրաստ ելնես զոհի առջև, զոհ ըլլալուց։ Բայց Գիրքը ասում է բարի պատերազմ։ Աշխարհում չկա բարի պատերազմ։ Արյան գետեր է ասում։ Ու այս արդյունքում այս բարի գործի, բարի պատերազմի, այն բարի վկայության, վերջում դրա հիման վրա ես կլսեմ բարի հավատարիմ ծառա։ Երբ որ Տիրոջ ասին բարի վարդապետ, ասեց ով է բարի, հոր մեզատ մեկը բարի չկա։ Ինք իր վրա բարություն չվերցրեց, բայց ինձ բարի անվանելու։ Այսինքն տեղել են ինձանից խոնարհները։ Ես դա կտեսնեմ Տիրոջ հետ շփվելուց։ Իր մեծությունը, իր զորությունը, իր խոնարհությունը։ Ու էսի, եթե այդ բարի գործը մեկի մեջ կա, հնարավոր չի ինքը ուզենա այդ վնասի, ինքը կդողա, որ այդ բարի գործը իր մեջ չվնասվի։ Որտև այդ բարի գործը Տիրոջ հաճության համար է։ Ասում է, առանց հավատքի անհնար է ասուն հաճելի ըլլալ։ Եթե մարդ ուզում է ասուն հաճելի լինել, Աստված բռնում է, այս իր երեխեն ուզում է հաճելի լինի, էսի չի ուզում հաճելի լինի։ Կամ այդքան մտահոգված չի, ոնց որ էսի։
Փիլիպպեցիների մեջ հենց համար կա, ասում, որտեղ Աստված է ձեր մեջ ներգործում, կամենալը, դու բաներ կուզես, անելը, հետո հնարավորություն կընձեռվի քեզ էդի անես, էդի սաղ լինելու է իր հաճության համար։ Եթե ինքը տեսավ դու ուզում ես իրան հաճեցնես, ինքը քո մեջ այնպես բաներ կծնի, այնպես ցանկություններ կծնվի քո մեջ, որ էդի կտանի դեպի Աստծուն հաճեցնելու։ Այսինքն այն քո փուճուր ցանկությունը ինքը կորտի, կզորացնի։ Ու եթե սկզբում քո մոտ քիչ էր, հետո քո մոտ շատ կլինի։ Դրա համար մեկի մեջ Տերը կամենալը եւ անելը ներգործում է, մյուսի մեջ չի ներգործում։ Ինչի՞, որտեվ այս սրա ուշքի միտքը Տիրոջը հաճեցնելն է, սրանը չէ։ Դրա համար սրա մեջ ցանկություններ կա, մտահղացումներ կան Աստվածպաշտության վերաբերյալ, Քրիստոսի փառքի համար մտքեր կա, որը ծնվում է, կկատարվի ու Աստծո փառքը բերի։ Սրա կյանքում չի լինի դա։ Այս մարդու ուշքի միտքը Աստծուն հաճեցնելը չի։ Դրա համար այս մարդու սրտի մեջ այդ բաները չի ծնվում։ Ամեն։ Տեր օրհնի։ Եկեք գոհանանք Տիրոջից։ Սլավա Տիրոջից։